Սիրելի ընկերներ, ինչպես տեսնում ենք, մենք արդեն վերադարձել ենք աշխատանքի եւ ուզում եմ մի քանի բառ պատմեմ այս RX-ի մասին։ Թող ուշադիր լսեն RX 400 վարողները, որովհետեւ շատ կարեւոր ինֆորմացիա եմ հիմա ասելու։ Այս մեքենան ինվերտորի խնդիր էր եւ մենք պլատան փոխելով ներսի այս անգամ կարողացանք խնդիրը լուծել, որովհետեւ շտապենք, սպասելու ժամանակ չկար։ Ուզում եմ որպես տեղեկություն ասեմ, որ մինչև 2007 թվականի արտադրության RX-ները գործարանային ունեն ինվերտորի խնդիր։ Եվ դա պատճառը, որ հաճախ այս մեքենաների ինվերտորը փչանում է, բայց գործարանը 2008 թվականից սկսած արդեն այդ խնդիրը վերացրել է, եւ հիմա մի կարևոր բան եմ ուզում ձեզ ցույց տամ։ Այն ինվերտորները, որոնք 0.31 վերջավորության փոխարեն 0.80 են, դրանք արդեն նոր կոդով չփչացող ինվերտորներն են։ Եթե ուզում եք ինվերտոր գնեք, ապա սա հաշվի առեք։ Իսկ մնացած բոլոր կոդերը դրանք 5 թվականի փչացող ինվերտորներն են, այնպես որ դրան գումար տալուց լավ մտածեք։ Բայց այսքանով այս թեման չի սահմանափակվում, որովհետև մի հատ շատ կարևոր ինֆորմացիա ունեմ հենց ինվերտորներին վերաբերվող եւ հաջորդ վիդեոյով դրա մասին կպատմեմ, որ այս վիդեոն շատ երկար չլինի։